1962 թվական օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի Բրեդվուդ թաղամասում հենց իր տան առանձնասենյակում գտնում են Մերլին Մոնրոյի տին։ Մոնրոն անկողնու մեջ պառկած էր։ Պաշտոնական եզրահանգումը եղավ, որ նա ուղղակի մահացել է չափից շատ դեղեր օգտագործելու քանակից։ Ինչպես նա հայտնվեց փակ սենյակում, ինչու ոչ ոք չգիտեր նրա հոգեվիճակի մասին կամ արդյոք կարելի էր այդ ամենը կանխել։ Արդյոք սա մտածված սպանություն չէր, ինչպես կարծում է հասարակությունը, սակայն եթե այդպես չէ, ապա ինչու գործը շատ արագ փակվեց ու միանգամից ջնջվեց ԱՄՆ-ի նախագահի և նրա եղբոր անունները կասկածյալների ցուցակից։ Այսօր խոսելու ենք Մերլին Մոնրոյի կյանքի, նրա փառքի ուղու, ինչպես նաև միգուցե դավադրաբար սպանության մասին։ What's your emergency? Մերլին Մոնրոյի իրական անունը Նորմա Ջին է։ Նա ծնվել է 1926 թվականի հունիսի 1-ին Լոս Անջելեսում։ Նրա ծնվելու ժամանակ մայրը Գլենդիս Մոնրոն ընդամենը 24 տարեկան էր, բայց արդեն ուներ 2 երեխա և 2 չստացված ամուսնություն։ Նա թողել էր իր 2 երեխաներին ամուսինների մոտ և էլ երբեք չէր հետաքրքրվել նրանց կյանքով։ Մոր խոսքերով նրանց հայրը իր տնօրենն էր, ով նոր էր ամուսնալուծվել և հարաբերություն, առավել ևս կին կամ երեխա չէր ցանկանում։ Գլենդիսը որոշում է աղջկան հանձնել խնամակալ ընտանիքի և մինչև 7 տարեկան դառնալը հազվադեպ, բայց այցելում էր նրան։ 7 տարեկանում մայրը վերցնում է Մերլինին և նրա հետ մի փոքրիկ, սակայն հարմար բնակարան է գտնում, որպեսզի իր աղջկան պահի իր կողքին։ Սակայն շատ շուտով Գլենդիսի մոտ ախտորոշում են շիզոֆրենիա, իսկ ինքներդ գիտեք, որ շիզոֆրենիան տարբեր աստիճաններ ունի և տարբեր, այսպես ասած, ներկայանալու ձևեր ունի։ Բայց դա համարում են շատ վտանգավոր և նրան տեղափոխում են հոգեբուժարան։ Մերլինը մնում է մենակ։ Գլենդիսը հետագայում էլ է մնում հոգեբուժարանում, նրա բուժումը շարունակվում է մինչև կյանքի վերջ, որտեղ էլ նա մահանում է։ Շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ Գլենդիսի մայրը, այսինքն Մոնրոյի տատիկը, նույնպես ունեցել է շիզոֆրենիա և դա մեկ անգամ արտահայտվել է, երբ որ նա ցանկացել է բարձով խեղդել իր թոռներին։ Գլենդիսի տատիկը նույնպես հոգեբուժարանում մահանում է։ Այսպիսով կարելի է մի փոքր ուղղակի պատկերացնել փոքր Մոնրոյի հոգեվիճակը այս ամենից հետո, երբ նրա համար միակ մարդիկ այս աշխարհում իր տատիկը և մայրն էին, որոնք ունենում են շիզոֆրենիա և հայտնվում հոգեբուժարանում։ Սակայն աղջիկը դրանից չի հուսալքվում և ցանկանում է բարձրանալ ու դառնալ այնպիսի մարդ, ում ամբողջ աշխարհը կիմանա։ Մոնրոն մնում է մենակ, նրան շատ հաճախ տարբեր խնամակալ ընտանիքներ ոնց որ ընդունում են, բայց շատ հաճախ նաև մերժում են և նա ստիպված հետ է վերադառնում մանկատուն։ Ըստ իր խոսքերի 12 տարեկան հասակում նա ենթարկվում է մանկատանը, ուշադրություն, սեռական բռնության, որը նա չի էլ թաքցնում։ Դրա մասին նա բացեբաց խոսում է թե դաստիարակների, ինչպես նաև առհասարակ, երբ որ արդեն դառնում է հայտնի celebrity, արդեն տարբեր լրատվականների մոտ կամ ինչ-որ հաղորդումներին։ Ի դեպ, նա միակ celebrity-ներից էր այն ժամանակվա, ով բացեբաց խոսում էր իր բոլոր խնդիրների մասին ու դրանով իսկ վայելում հանրության սերը ու հարգանքը։ 16 տարեկանում նա ամուսնանում է։ Նրա առաջին ամուսինը 21-ամյա մի երիտասարդ նավաստի էր, Ջեյմս Դոգեր անունով, ով ապրում էր Մոնրոյի խնամակալ ընտանիքի հարևանությամբ։ Մոնրոն սիրահարված չէր Ջեյմսին, այս ամուսնությունն ուղղակի լավ առիթ էր հերթական խնամակալ ընտանիքից փախչելու համար, իսկ ընտանիքն առանձնապես դեմ էլ չէր դրան։ Նրանք մեծ սիրով 16-ամյա Մոնրոյին թույլ են տալիս, որ նա ամուսնանա և մի քանի ամիս անց, ընդհանրապես, տեղափոխվի այդ տղայի հետ այլ քաղաք։ Մոնրոն հետագայում խոստովանել է, որ այդ ամենի պատճառով նա նույնիսկ ցանկացել է ինքնասպանություն գործել։ Այնտեղ, որտեղ Մոնրոն աշխատում էր, գալիս է մի լուսանկարիչ, ով պետք է նկարահանում կատարեր տարբեր կանանց, ու նա տեսնելով Մոնրոյին առաջարկում է, որ իր մոտ գա աշխատանքի որպես մոդել, 1 ժամվա համար վճարելով $5։ Այս ամենին Մոնրոն իհարկե համաձայնվում է և կարելի է ասել, որ միգուցե հենց այստեղից էլ սկսվում է նրա կարիերան, ավելի կոնկրետ նրա ցանկությունը դեպի ավելի պայծառ ապագա։ Նա չէր սիրում իր ամուսնուն, չէր սիրում իր աշխատանքը, բայց մտադիր չէր այդ կյանքով ապրելու։ Նա միշտ ձգտում էր և միշտ ցանկանում էր ավելին։
միգուցե հենց այդ ավելի ձգտումն էլ նրան հենց սպանեց։ Հենց այդ տարիքում էլ Մոնրոն կտրում է իր երկաթ մազերը և դրանք ներկում շեկ։ Այսպիսով սկսվում է Մերլին Մոնրոյի էրան։ Նա բաժանվում է իր ամուսնուց, դիմում տարբեր կինոստուդիաներ, նրան սկսում են նկատել, ճիշտ է, փոքր դերեր, բայց միևնույն է, նրան դերեր են տրամադրում, շատ քիչ հոնորարով, բայց Մոնրոն պատրաստ էր աշխատելու և մեծ դերերի համար ամեն ինչ անելու։ Շատ հաճախ նրան տալիս էին հիմար շիկահերի դերը, որը ուղղակի կարծրատիպ էր, որ եթե կինը շիկահեր է, ապա նա հիմար է, ապա նա պետք է լինի քարտուղար, սիրուհի ու վերջ։ Մոնրոն ցավոք սրտի լուրջ դերեր շատ քիչ է ունեցել, սակայն մեծ հաջողություններ հենց նրան ապահովել է այդ խելացի շիկահերի կերպարը։ Մոնրոն հասկանում է, որ այսպես նա ոչ մի դեր չի ստանա, ավելի կոնկրետ ոչ մի գլխավոր դեր չի ստանա, ու միակ տարբերակը ըստ Մոնրոյի դա ստանալ իր ուզածը անկողնու միջոցով։ Մոնրոն սկսում է տարբեր երեկույթների գնալ, որտեղ հավաքվում էին այդ ժամանակվա ամենահայտնի կինոմատոգրաֆները, սցենարիստները, պրոդյուսերները կամ ինչ-որ ազդեցիկ մարդիկ, որոնք կարող է ինչ-որ կապ ունենային այն մարդկանց հետ, ովքեր այդ ժամանակ ֆիլմ էին նկարում։ Մոնրոն սկսում է նրանցից մի քանիսին իր ուշադրության կենտրոնում պահել, սակայն նրանցից մեկը, 50-ամյա Ջոնի Հայդը, գրավում է Մոնրոյի ուշադրությունը։ Ջոնին պրոդյուսեր էր և ռեժիսոր նախկինում։ Նրա օգնությամբ Մոնրոն ստանում է 2 դեր, իհարկե ոչ գլխավոր, բայց կարևոր այդ ֆիլմերը շատ հաջողված էին։ Այսպիսով 26 տարեկանում Մոնրոն արդեն սկսում է ավելի ակտիվ նկարահանվել և նրան ոչ թե կանչում էին էպիզոդիկ դերերի համար, այլ արդեն վստահում էին առաջնային կերպարները։ Նա ցանկալի հյուրեր մրցանակաբաշխությունների ժամանակ, լրագրողները սիրում էին նրանից ինտերվյուներ վերցնել, սակայն այդ ժամանակ, երբ որ նա արդեն կարիերայի իր պիկին էր, հայտնվում են նրա մերկ լուսանկարները, որոնք Մոնրոն արել էր դեռ տարիներ առաջ։ Այս լուսանկարները Մոնրոն արել էր շատ չնչին գումարի դիմաց այդ օրվա հացը վաստակելու համար։ Լուսանկարները այդ ժամանակվա համար շատ սենսացիոն էին և պատկերացրեք 50-ական թվականներին ինչ-որ մեկը հասնում է բարձունքի, սակայն հայտնվում է մերկ լուսանկարներ։ Միանգամից բոլորը հասկանում են, որ չէ, ճիշտ է, շիկահեր կանայք միայն կարող են սիրահու կերպար խաղալ։ Լուսանկարները հայտնվելուց հետո Մոնրոյի կյանքը կարելի ասել շուրջ չի գալիս, այլ նա ինքն է շրջում, քանի որ Մոնրոն արդեն շատ լավ էր հասկանում, թե ինչպես է աշխատում կինոինդուստրիան։ Այսպիսով Մոնրոն այդ ամենը օգտագործում է ի օգուտ իրեն, բացատրելով, որ նա գումար չի ունեցել նույնիսկ հաց կամ ջուր գնելու համար և այդ լուսանկարները այդ ժամանակվա համար փրկություն էր։ Բոլորը կրկին սկսում են նրան սիրել ու վստահել նոր դերեր Մերլին Մոնրոյին։ 1953 թվականին Մոնրոյի աստղային ժամն էր։ Նա նկարահանվում է ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ, ջենթլմենները նախընտրում են շիկահերներին և մի փոքր ուշ ադամանդները կնոջ լավագույն ընկերներն են։ Այս 3 ֆիլմերը Մոնրոյին բերում են համաշխարհային աստղի ճանաչում։ Նա այնքան հայտնի է դառնում, որ արդեն ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Եվրոպայում նրան բոլորը գիտեին, սիրում և պահանջում էին։ 1955 թվականին հայտնվում է Մոնրոյի հերթական ֆիլմերից մեկը, որի համար մի կարճ տեսարան են նկարում, երբ որ նա իր հայտնի սպիտակ հագուստով անցնում է ու տակից պետք է միանա հովանող սարքը, որպեսզի քամի ստեղծի և իր շրջազգեստը բարձրանա։ Սա դառնում է շատ հայտնի սիմվոլ ինչպես Նյու Յորքում, այնպես էլ հետագայում ամբողջ աշխարհում, ու այս ամենից հետո Մոնրոն բոլորի մոտ հաստատակամորեն ընկալվում է որպես նոր սեքս սիմվոլ։ Մոնրոն տեղափոխվում է Նյու Յորք, սկսում է դերասանի վարպետություն սովորել, քանի որ նա դերասանական ոչ մի կրթություն չուներ։ Նա իր անձնական production-ն է ստեղծում, որտեղ հետագայում ինքն իր աշխատանքների պրոդյուսերն է դառնում և նկարում տարբեր հոլովակներ, ինչպես նաև ֆիլմեր։ Մոնրոն այստեղ ծանոթանում է իր երրորդ ամուսնու հետ, Արթուր Միլլերի, ով դրամատուրգ էր և բոլորը զարմանում էին, որ ինչպես է այս ինտելեկտուալ մարդը հավանել նման շիկահերի։ Բոլորը կարծում են, որ սա շատ կարճ է տևելու, ինչպես նրա նախորդ 2 ամուսնությունները, սակայն զույգը 1 տարի իրար հետ ապրելուց հետո ամուսնանում են և վերադառնում Լոս Անջելես նկարահանումները շարունակելու համար։ Սակայն այս ամենը չի փրկում Մոնրոյի հոգեվիճակը։ Նա արդեն իսկ սկսել էր շատ հաճախ օգտագործել ալկոհոլ, տարբեր դեղորայքներ ու անընդհատ ծխում էր։ Նա անընդհատ մոռանում էր տեքստը, շատ հաճախ նույնիսկ 40 կամ ավել դուբլ էր անհրաժեշտ, որպեսզի մեկ փոքր կադր ստանալ,
բոլորը բողոքում էին նրա հետ աշխատելուց։ Նա չէր հիշում տեքստերը, միշտ ուշացած էր գալիս, նրա դիմահարդարման վրա շատ մեծ ժամանակ էր ծախսվում և շատ հաճախ նա նույնիսկ կարող է չգար նկարահանման։ Այսպիսով նրա վերջին հաջողված գործը դառնում է «Ջազում միայն կանայք են» ֆիլմը։ Սակայն դրանից հետո Մոնրոն որքան էլ որ փորձում է ինքն իր վրա աշխատել, ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվում։ Նա իհարկե մնում է հայտնի, իհարկե մնում է պահանջված և սիրված, բայց բոլորը կարծես այլևս չեն ցանկանում նրա հետ աշխատել, չեն ցանկանում ավելորդ տեղը, իրենց ժամանակը և ռեսուրսները վատնել մի շիկահերի վրա, ով նույնիսկ չի կարողանում սովորական տեքստ հիշել։ Այսպես էին արտահայտվում ժամանակի քննադատները կամ կինոգործիչները, որոնց Մոնրոն մերժել էր։ Սակայն այս ֆիլմի համար Մերլին Մոնրոն ստանում է իր ոսկե գլոբուսը։ Հետագայում նա նկարահանվում է ևս 2 ֆիլմերում, սակայն դրանք այդքան էլ հաջողված չէին։ Մոնրոն կարծես թե կորցնում էր իր սեքսուալ կերպարը։ 60-61 թվականներին նրա համար շատ ծանր շրջան էր։ Նա 2 անհաջող հղիություն է ունենում և չնայած ամուսնու հետ նրանց հարաբերությունները արդեն շատ վատ էին, նա շատ էր ցանկանում ևս մեկ երեխա ունենալ, ինչը ցավոք չէր ստացվում։ Արտուրն ու Մոնրոն ամուսնալուծվում են։ Հենց այդ նույն թվականներին էլ Մոնրոն սկսում է հանդիպել սկզբում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու, հետո նրա եղբոր հետ։ Բոլորը վստահ էին, որ նա հանդիպել է և նրանց սիրուհին է, ինչքանով էլ որ 2 եղբայրներն էլ ունեին կին, սակայն բոլորը խոսում էին, որ Մոնրոն հանդիպում է նրանց հետ և ավելին է պահանջում, քան նրանց կանայք։ Մոնրոն հետագայում սկսում է արդեն չշփվել նախագահի հետ։ 1962 թվականների սկզբին Մոնրոն խորը դեպրեսիայի մեջ էր։ Նրա կյանքը պտտվում էր ալկոհոլի և հակադեպրեսանտների շուրջ։ Նա հոգեվերլուծաբանի մոտ էր լինում շաբաթը 6 օր և չէր կարողանում քնել, նույնիսկ քնաբերի առկայության դեպքում։ Մոնրոյի ընկերուհին հետագայում պատմում է, որ այդ ընթացքում Քենեդին չէր պատասխանում սիրուհու հեռախոսազանգերին և չէր ցանկանում այլևս նրան տեսնել, սակայն Մոնրոն չի հուսալքվում։ Նա Քենեդու 45-ամյակին կաշառում է Սպիտակ տան աշխատակիցներից մեկին, որպեսզի նա անձամբ նախագահին հանձնի իր նվերը՝ Rolex ոսկյա ժամացույց, սիրով Ջոնին, Մերլինից փորագրությամբ։ Քենեդին կարգադրում է, որպեսզի այդ նվերը դեն նետեն, սակայն այս ինֆորմացիան ստույգ չէ, քանի որ ոչ ոք դեռևս չի փաստել սրա մասին։ 1962 թվական, օգոստոսի 5։ Մերլին Մոնրոյի սպասուհին ներս մտնելով տեսնում է, թե ինչպես է իր տիրուհին մահճակալին նետված, հատակին տարբեր դեղահաբեր, ալկոհոլ և նա ուշքի չի գալիս։ Որքան էլ որ նա փորձում է ուշքի բերել տիկնոջը, չի ստացվում։ Ժամեր անց, երբ որ գալիս են արդեն ոստիկանությունը և շտապօգնությունը, գրանցվում է Մերլին Մոնրոյի մահը։ Ըստ ականատեսների, Մոնրոյի մոտ լինում է այդ ժամանակ հեռախոս։ Ավելի կոնկրետ հեռախոսը կախված է լինում նրա ձեռքից, քանի որ նա ինչ-որ մեկի հետ զրուցում էր։ Շատերը կարծում են, որ ամբողջ մահը կազմակերպված էր։ Դա կազմակերպել էին FBI-ի աշխատողները, որպեսզի նա հեռու մնար նախագահից։ Մյուս մասը մտածում է, որ սա ինքնասպանություն էր և նա ուղղակի վատ լինելու պատճառով զանգահարել էր կամ հոգեբանին, կամ Քենեդուն, կամ իր ընկերներից մեկին, եթե իհարկե նա դեռ ընկերներ ուներ։ Մոնրոն մենակ էր, ինչպես փոքր տարիքում, երբ որ նա չուներ ոչինչ, այնպես էլ մեծ տարիքում, երբ որ նա ուներ ամեն ինչ։ Մերլին Մոնրոյի մահից անցել է շուրջ 60 տարի, բայց նա մինչ օրս մնում է ամենասեքսուալ կանանցից մեկը, մինչ օրս մնում է ամենահետաքրքիր կանանցից մեկը, մինչ օրս նրա մահը ցավոք սրտի մնում է ամենափակ քեյսերից մեկը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, հավանեք տեսանյութը, ինչպես նաև կիսվեք ձեր կարծիքով ու գրեք մեկնաբանություններում էլ ում մասին, ավելի կոնկրետ ում մահվան կամ անհետացման մասին կուզեք, որ պատմեմ մյուս անգամ։ What's your emergency?